Բարև ձեզ թանկագիններս, բարի գալուստի Մալիք։ Այսօր կխոսենք մի բուժիչ քաղցրավենիքի մասին, որը ավելի որակով է մեր հայրենիքում, քանի որ ստեղծվում է մեր չքնաղ հայրենիքի քաղցրահամ ջրերի և հիասքանչ մաքուր բնության գրկում։ Մեղրը և քաղցրավենիք է, և բուժամիջոց։ Բժշկության և այլ ոլորտներում օգտագործում են առողջարար մեղվամթերքը, մեղրամոմը, ակնամոմը, մեղրը։ Մեղրի բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ նյութեր՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, եղեգնաշաքար, աղեր, օրգանական բազմաթիվ թթուներ, սպիտակուցներ, գրեթե բոլոր տեսակի վիտամինները։ Մեղրը լավ սնուցում է մաշկը, մաքրում երեսի վրայի մանր ցաները, որոնք տառապանք են պատճառում հատկապես դեռահասներին, հարթեցնում է դեմքի վրայի կնճիռները, թարմացնում մաշկը։ Մեղրը կդարձնի ձեզ ավելի առողջ, գեղեցիկ, երկարակյաց և կպահպանի բազմաթիվ հիվանդություններից, եթե այն ուտեք և օգտագործեք մաշկի և մազերի համար նախատեսած դիմակներում։ Մեղրը որպես սնունդ պետք է օգտագործել չափավոր։ Նախադպրոցական հասակի երեխաներին պետք է տալ օրական 1-2 թեյի գդալ, իսկ դպրոցական երեխաներին 1-2 ճաշի գդալ։ Նախաճաշի կամ ընթրիքի ժամանակ կարագի հետ, հացի վրա քսված կամ այծի կաթի, ուրցի, դաղձի, մասուրի, թեյի կամ հյութի մեջ լուծված։ Կաթ օգտագործելու անհրաժեշտության դեպքում ընդունեք այծի կաթ, որը մայրական կաթից հետո օրգանիզմի համար ամենաօգտակարն է։ Այծի կաթի մեջ կազեինը ավելի քիչ է։ Պատրաստենք քաղցրավենիք սրտի, ստամոքսի, հիվանդությունները կանխարգելող և բուժող, իմունիտետը ուժեղացնող և գեղեցկացնող։ Դրա համար մեզ հարկավոր է 250 գ ծիրանի չիր, 250 գ սալորի չիր, 1 հատ լիմոն, կես բաժակ մեղր, ընկույզ, ծիրանի սև սալորի չիրը և լիմոնը իր կճեպի հետ միասին, աղալ աղացով, ավելացրեք կես բաժակ մեղր, ձեռքով լավ խառնեք և բաժանեք փոքր գնդիկների, ընկույզը մանր կտրատեք, լցրեք ափսեի մեջ և գնդիկները գլորեք ընկույզի վրայով։ Այս կոնֆետները շատ օգտակար են երեխաների և բոլոր տարիքների համար։ Լորենու մեղր։ Մեղրի բոլոր տեսակներից լորենու մեղրն իր առողջարար հատկությունների շնորհիվ իրավամբ չեմպիոն է։ Բաց դեղնավուն այս մեղրը, որն ունի լորենում բնորոշ մեղմ և հաճելի համ, աչքի է ընկնում բարձր սննդայնությամբ։ Այն շատ արագ բյուրեղանում է, փոքրիկ բյուրեղիկները ստանում են ճարպանման սպիտակ գույն, ինչպես արդեն ասացինք, օժտված է առողջարար հատկություններով, ունի հակաբակտերիալ ներգործություն, շատ լավ խորխաբեր է։ Լորենու մեղրը հակաբորբոքային, ինչպես նաև փորկապությունը թուլացնող միջոց է։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բկաբորբի, մրսածության, հարբուխի, գրիպի, բրոնխիտի, ասթմայի, լարինգիտի ժամանակ։ Այս մեղրն ամրացնում է սրտամկանը, ստամոքսի բորբոքման ժամանակ կարգավորում է աղեստամոքսային տրակտի, երիկամների և լեղապարկի գործունեությունը։ Լորենու մեղրն ունի մանրէազերծող ներգործություն, նպաստում է թարախային և այրվածքային վերքերի արագ ապաքինմանը։ Արևածաղկի մեղր։ Արևածաղկի մեղրն ունի յուրահատուկ հաճելի համ և շատ թույլ բույր։ Այն հեղուկ վիճակում բաց ոսկե գույն է։ Շատ արագ բյուրեղանում է։ Բյուրեղները բավականին խոշոր են։ Բյուրեղացած մեղրն ունի դեղին գույն։ Այն շատ սննդարար է և ունի հակաբորբոքային վառ արտահայտված հատկություն։ Օգտագործեք այս հիանալի քաղցրավենիքը և միևնույն ժամանակ բուժամիջոցը և եղեք առողջ, գեղեցիկ, երկարակյաց։ Այսօր այսքանը, ցտեսություն։